Գիրք Հովնան, գլուխ 3. Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին ասելով. «Վեր կաց գնանին վե մեծ քաղաքը, և քարոզիր նրա դեմ այն քարոզությունը, որ ես քեզ կասեմ։ Եվ Հովնանը վեր կացավ և գնաց Նինվե Տիրոջ խոսքին համեմատ։ Եվ Նինվե մեծ քաղաք էր Աստծո համար, 3 օրվա ճանապարհ։ Եվ Հովնանը սկսեց քաղաքը մտնել 1 օրվա ճանապարհ։ Եվ քարոզում էր և ասում. դեռ 40 օր կա, և Նինվեն պիտի կործանվի։ Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն, և ծոմ հրատարակեցին, և քուրձեր հագան մեծերից մինչև պստիկները։ Եվ խոսքը հասավ Նինվեի թագավորին, և նա վեր կացավ իր աթոռիցը, և հանեց պատմուճանը իր վրայից, և քուրձ հագավ, և նստեց մոխրի վրա։ Եվ կանչել տվավ ու ասեց Նինվեում թագավորի և նրա մեծամեծների հրամանովն ասելով. մարդ և անասուն, արջառ և ոչխար ոչինչ չճաշակեն, չարածեն և ջուր չխմեն, և քուրձ հագնեն մարդիկ և անասունք, և ուժով աղաղակեն առ Աստված։ Եվ ամեն մարդ ետ դառնա իր չար ճանապարհիցը և իր ձեռքերում եղող անիրավությունիցը։ Ով գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա, և ետ դառնա իր սաստիկ բարկությունիցը, ու մենք չկորչենք։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը։ Եվ Աստված զղջաց այն չարյաց մասին, որ ասել էր, թե պիտի անե նրանց, և չարավ։